Հայաստանում պետական մակարդակով թալանը շարունակվում է։ Այս տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը պայքարեց ոչ թե թալանի դեմ, այլ պայքարեց, որ ինքն էլ թալանի մեծ մասի տեր դառնա։ Պարգևավճարներից մինչև պետական գնումներ, ամբողջը օրինական որոշումների անվան տակ փաթեթավորված թալան է։ Ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանականներն այսօր մոռացել են իրենց վարկերով ու ապառիկներով անցյալը եւ շատ արագ սովորել ճոխ ու շվայտ կյանքին։ Պետական բյուջեն ծառայում է անհասկանալի պետգնումների կամ էլ ԿՊԱ-կանների գործողումների վրա ու դեռ հարց է, թե այդ գործողումների որ մասն է ի նպաստ պետության արվում։ Պետական գնումների համար շատ հաճախ մրցույթներ չեն հայտարարվում, իսկ հայտարարվելու դեպքում չգիտես ոնց, բայց ստացվում է այնպես, որ շեմը հաղթահարում են միայն իշխանականների մերձավորների բարեկամ խնամիների ընկերությունները։ Բացի այդ, շատ հաճախ կատարվող գնումները հիմնականում աննպատակ են։ Օրինակ, վերջերս իմացանք, որ 2023 թվականին ազգային ժողովը ձեռք է բերել ոսկե համրիչ թզբե 2 միլիոն 200 հազար դրամով։ Իդեպ, այս գնումն արվել է Ալեն Սիմոնյանի ընկերոջ խանութից, ում հետ ժամանակին շոու բիզնեսում էին։ Ինչ պետք է ամեն շատ վատ է։ Սաղ իրա դեմ ամեն ինչ այնց են սարքել, որ ոչ մի տեղ, ոչ մի բան գտնել չի լինում։ 47 դիզայն ՍՊԸ-ն, որի տնօրենը պարոն Սիմոնյան, ձեր ընկերն է Արսեն Մելիքսեթյանը, ազգային ժողովին պարբերաբար մատակարարում է 2023 թվականից սկսած տարբեր իրեր, արձանիկներ եւ այլն, հուշամեդալներ, 25-ին ունեք պայմանագիր, 24-ին ունեք հուշամեդալների պայմանագիր եւ նաեւ ես տեսա, որ 2023-ին այս ընկերությունից գնվել է ոսկե համրիչ, թզբե, մեր ժողովրդական լեզվով ասած։ Ու էլի չկա անհրաժեշտությունը դրա, այդ համրիչը ում է նվիրվել եւ այդ ոսկե համրիչի համար պետբյուջեից վճարվել է 2 միլիոն 200 հազար դրամ։ Ազգային ժողովի աննպատակ գնումներն այսքանով չեն ավարտվում։ Հաջորդ դրվագով էլ տեղեկանում ենք, որ ազգային ժողովի կարիքների համար գնվել է մանկական կահույք, տիկնիկ եւ այլ պարագաներ։ Դժվար է պատկերացնել, թե ազգային ժողովի падգամավորների ինչին են պետք այդ մանկական իրերը։ Ամեն դեպքում այդ մասով եւս հստակ պարզաբանում չեղավ։ Հստակ պարզաբանումներ չեն եղել նաեւ տարիներ առաջ Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության հետ կապված, որը դեռ 2021-ին խոշոր գնման մրցույթի թող է եղել։ Ընկերությունը միայն մեկ մրցույթով 93 միլիոն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ է իրականացրել։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո խոշոր չափի պետական գնումներ են կատարվել նաև Ալեն Սիմոնյանի ընկերոջ կահույքի խանութից։ Խոսքը Վահան Նարիբեկյանի մասին է, ով պետական գնումներում մեծ հաջողություններ գրանցելուց հետո, բնականաբար Սիմոնյանի շնորհիվ որոշ ժամանակով դարձավ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Սիմոնյանին կամ նրա մերձավորներին վերագրվող խոշոր չափի գնումներն այսքանով չեն ավարտվում։ Երբեմն մի երևանցի տղան, երբ մի օր ազգային ժողովի նախագահ դարձավ, կառավարությունը որոշեց, որ նա չպետք է հին ու էժան մեքենայով երթևեկի եւ հատուկ Սիմոնյան Ալենի համար որոշում կայացրեց $200,000 արժեքով ծառայողական մեքենա գնել։ Հանուն արդարության ասենք, որ Ալեն Սիմոնյանը միակը չէ, ով կարողանում է անխոչնդոտ օգտվել պետական բյուջեից։ Իշխանափոխությունից հետո նկատելիորեն բարելավել է բոլոր ԿՊԱ-կանների կյանքը։ Զորօրինակ Մխիթար Հայրապետյանի կյանքը, որ 2018-ից հետո ձեռք է բերել բնակարան, ավտոկայանատեղի, հողատարածք։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով շուկայականից բավականին ցածր գնով 69 միլիոն դրամով մայրաքաղաքի կենտրոնում 165 քառակուսի մետր բնակարան է ձեռք բերել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով $280,000 առանձնատուն է ձեռք բերել։ Այս ցուցակը երկար կարելի է շարունակել, բայց քանի որ ցուցակը մեծ է, դեպքերին կանդրադառնանք հերթով։ Ուշագրավ է, որ այսօր իշխանականներն իրենց ձեռք բերած շարժական ու անշարժ գույքը հիմնականում գնում են օրինակ հիփոթեկով, որ աչք չծագեն, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք դժվար թե կարողանային վճարումներ անել, եթե մնային չոր աշխատավարձի հույսին ու չլինեին պետբյուջեի հաշվին նրանց ուռճացված պարգևավճարները։ Ստացվում է, որ այս իշխանությունը սովորական քաղաքացիներին նոր հարկերի բեռի տակ է մտցնում, ստիպում հայտարարագրել նույնիսկ ամենաչնչին եկամուտները, բայց իրենք շարունակում են հարստանալ։ Հետաքրքիր է, ԿՊԱ-կանների արագընթաց հարստացմանը ընդդիմադիր падգամավոր Փաշինյանը ինչ որակում կտար, երբ նախկիններին ինքն ամեն առիթով մեղադրում էր կոռուպցիայի մեջ ու հայտարարում, թե կոռուպցիան նախկինում եղել է Հայաստանի բրենդը։ Այդքան խոսում են առավոտից իրիկու կոռուպցիայի դեմ պայքար, ձեզ թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, հա՞։ Էս է կոռուպցիա։
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊԱ-ականների վարած կոռուպցիոն քաղաքականությունից երևի ընդդիմադիր падգամավոր Փաշինյանը ինֆարկտ կստանար։ Այնպես որ, սիրելի քաղաքացիներ, մինչև դուք մի կերպ աշխատում եք, որ թանկացած հարկերը մուծեք ու ծայրը ծայրին հասցնեք, իշխանությունները ապահովագրում են իրենց ու իրենց երեխաների ապագան, կենտրոնում բնակարաններով կամ առանձնատներով։